եթե գումարում հանում ենք ժամանակի բանը ցույց է տալիս 24:13 րոպե Հայաստանի ժամանակով։ Եվ քանի որ ժամը բավականին ուշ է եւ երեխաները քնած են, այդ իսկ պատճառով ես մի բան զգուշացնում եմ, որ շատ թեժ եթեր է եւ խնդրած կլինեմ, որպեսզի անչափահասները եւ կանայք, այն կանայք ովքեր չգիտեմ, ազնվում են եւ այլն, հեռանան հեռուստաէկրանների առջևից։ Ես որոշել եմ նախ ես չէի անդրադառնա ամենայն այն կեղծությամբ հրատապ եթերով այդ երևույթին, բայց քանի որ ես տենում եմ, որ ամբողջ լրատվական ցանցով տարածվում է, ես որոշեցի մտնել եւ արտահայտվել, որովհետեւ այդ ամբողջ լրատվական կայքերի համագումարը այս Facebook-յան էջի դիտումների համագումարը չի կազմում միասին վերցրած թիվը։ Ում եմ ես այսօր անդրադառնալու եմ Տիգրան Արզականցյան կոչված ֆենոմենալ բոզի տղուն։ Ինչպես նաև 24 News կայքի խմբագիր Նարեկ Գալստյանին։ Արիլա տիկո անցինստի։ Ինչպես նաև Նարեկ Գալստյանը։ Ուրեմն Տիգրան Արզականցյան քավարցի բոզի տղեն ունի սեփական կայք, առավ, գնաց են Համլետ Ղուշյանի բաց թիվին առավ, Վարդան Ղուկասյանի բոլոր նյութերը ջնջեց, ասաց «Ատանցմար գոյություն չունա»։ Ղուշյանս էլ կուլտուրական ինտելիգենտ մարդ, գլուխը կախ, ենթարկվեց եւ որոշել է, չգիտեմ աշխատում ա թե չի աշխատում, չեմ նայում, ամենայն դեպս չգիտեմ էլ կա այդ հաղորդումը թե ոչ, ամենայն այն կեղծությամբ եմ ասում, մեկ կուլտուրական խելացի մարդ դարավ, այսպես ասած, Ռամիկ անգրագետ տգետ բոզի տղու։ Մի քանի օր առաջ հանրային ձայնը անդրադարձել էր Տիգրան Արզականցյանի միջադեպին, Սամալոտի մեջ, քավարցիների անհավանական արկածները Ֆրանսիայում։ Ոնց որ ես տենում եմ, ես բոզի տղեն ծանրատար է, չէ, տեկոյ, էտա երևում։ Ու հիմա փաստորեն փող տալով, բաժանելով Նարեկ Գալստյան, Խռիս Գալստյան եւ այլն, ըստ ինձ բազում ինտերվյու կուտա, այն ինչ են տղաունը, չգիտեմ, դրանց ինտերվյու վեկալում, անասնաբուժից։ Միանշանակ համոզված եմ, որ Տիգրան Արզականցյանը այնքան հեռու է անասնաբուժությունից, որքան ես հողագործությունից, պրոստը դիպլոմա վերցրել է։ Ու ինչ ասում ես բոզից տղեն։ Ասում ես մի քանի հատված, մի կերպ ոչմ լսեցին, հնարավոր չէր մնացածը լսելու, որովհետև այդքան պիտի մարդ ունենա նյարդեր եւ կարողություն։ Եվ շատ քիչ զարմանում եմ այն լրագրողի վրա, ով կարա նստի եւ լսի Տիգրան Արզականցյան, այլ ինտերվյու վերցնի։ Կամ այդ լրագրողը դանում է պարտադրված, որովհետև փողը տվի ասել են գա, նախոտ ինտերվյու վեկալ, կամ այդ լրագրողը եւս բոզի տղա է։ Երկուսից մեկն ու մեկը։ Այլ տարբերակ գոյություն չունի։ Բայց եթե անգամ գումարը տալիս են, ասում են, քո գործները, պիտի ասի գիտես, ես չեմ կարող, հրաժարվի։ Օրինակ, ես մյուս անգամ ուշադիր եմ մնելու, եթե այդ նույն տղեն դրանից ինտերվյու բան վեկալավ, ես կցավակցեմ նաև այդ տղուն։ Հիմա խոսում է բիզնեսմենների պատվից, արժանապատվությունից, հարգանքից, այդա թուրքերն փող են տալում, որ ինքը մկոմել ազգի մեծոնուն մարդկանց վարքաբեկամա։ Ու ես ղախպի տղեն, դու, Տիգրան Արզականցյան, ում շարքային մատուցողը անվանեց հիմնավորումով բոզի տղա, ու դու չհելա չգնացիր, այդ մատուցողին չասիր, այդ տղա, դու իմ մորը ծծրել ես, այ մատուցող գյոտ բոզի տղա, չէ, հիմա ասում է վարքաբեկում բարի ես ասում է ոչ մի դատական հայց չունեմ, սկզբից գամ, ես ստերիլ եմ, սաղ մուտի տա, և լրատվամիջոցը, որը այդ 24 News կոչված ղախպի տղեկի հավաքածուն, կոնկրետ խմբակի Նարեկ Գալստյան, ոտքի բոզի տղա։ Դու բերել ես Տիգրան Արզականցյանին քոմոդ, ինտերվյու ես վեգալեմ, լավ ես անում, դու լրատվամիջոցից պիտի վեգալ ես։
Դու մի քանի անգամ այս նույն բոզի տղուց ինտերվյուն վերցրել ես։ Միանշանակ համոզված եմ, որ Նարեկ Գալստյանը գեղեցիկ աշկերի համար, այսին ասում են Տիգրան Սարգսյանի կայքն է, գեղեցիկ աշկերի համար չի կանչում Քյավառցի գյոթի։ Փողը վեկալում է, կամ մի բան, շարիտական մի բան կա, որովհետև նույնժել ես երկրում էլ մարդ չկա, որ Տիգրան Արձականցյանը պիտի կանչի ինտերվյու վերցնելու։ Բա կանչում ես, հարց ես տալի, ղախպի տղեն ասում է ես պարտք չեմ, մուտի տա, ես սնանք չեմ։ Բայց ես բան ասեմ, դու լրատվական կայք ես, դու մի հատ հետաքրքրվի, հարկադիր մարմիններից, չգիտեմ, հարկադիր ախերը գլոխա եւ այլն։ Բազմաթիվ քրական բան գործեր են եղել պորրիկի տղու վրեն։ Բայց նա թելա բացի նայի, քաղի, ու ասա Տիգրան Արձականցյան, եթե դու այդ մարդը չես, բա այս գործերին ինչ կասես։ Օրինակ հիմա եկեք մի քանի գործ կարդանք։ Նույն Տիգրան Արձականցյանին։ Հատուկ News.am կայքի համար Նարեկ Գալստյան խմբագիր, եթե Նարեկ Գալստյանը խմբագիր հարցում չարեց հարկադիր, կամ դատալեքսով սա չբացեց, Նարեկ Գալստյանի ընտանիքը ծծծնելու է Տիգրան Արձականցյանը անձամբ։ Գրի, պոռնիկի տղա։ ՍՆԴ դրոպ 0038 դրոպ 04 դրոպ 22 քերական գործ։ Վարույթ է ընդունվել սնանկության հայցը, նշանակվել է կառավարիչ Գևորգ Գևորգյանը։ Ու վերաբերալ Տիգրան Արձականցյանի։ Նաև ես ասում եմ մյուս լրատվամիջոցներին։ Դальше ՍՊԸ-ն իրա ճանաչվել է սնանկ, Արտաշատի գինու կոնյակի գործանը սնանկ է, ճանաչվել է 24 News, ոչ իմ կայքն է, ճանաչվել է սնանկ այլ գործով։ Հասկացա, տեսա։ Ուրեմն 2,493,875 դրամ, ճանապարհ գործ, բյուջեի օգտին 3 միլիոն դրամ բռնագանձելու, չի տվել։ Հայ բիզնես բանկի օգտին 6500 դոլար, ՎՏԲ-ի օգտին 7 միլիարդ 700 միլիոն դրամ, Անդրեյ Սիչինի օգտին 150 միլիոն դրամ, Արշինի օգտին 350 միլիոն դրամ, այս բոլորը հարկադիրում կարճվել է սնանկով։ Հիմա լրատվական կայք է կոչում 24 News ինչ խերես գալող հա։ Բա բոզի տղեկ, հա այս սրանով գնացել է, օբյեկտիվ ինտերվյու ես վերցնում, բայց թղթերը մի հատ հանի Տիգրան Արձականցյան ղախպի տղուտ եմ ասա, այս ինչ է, ղախպի ծնունդ։ Այն ջայլաններ կան, որ գլուխ կողմը մեջ ես թե չեմ, այմ է էսի է, դա չէ։ Քրական գործերի վարույթների գործի համարներն եմ ասում։ Դատալեքսով խփեք նայեք։ ԳԴ դրոպ 1021 դրոպ 02 դրոպ 16 էսի մեկ։ Հաջորդը ԵԿԴ դրոպ 0515 դրոպ 02 դրոպ 14։ Մյուս գործը ԵԿԴ դրոպ 0225 դրոպ 17 դրոպ 17։ Մյուս գործը ԵՄԴ դրոպ 0825 դրոպ 02 դրոպ 13 չկա։ Այս սաղ գործերով մաքրվել է սնանկությամբ, այսինքն գցել է։ Դալշե։ Բոլորը կարճված են հարկադիրում։ Մյուս գործը ԵԿԴ դրոպ 0347 դրոպ 04 դրոպ 15 Նուրիջան Կիրակոսյանին 16 միլիոն 114,000 ԱՄՆ դոլար։ Գրած։ ԵԿԴ դրոպ 0607 դրոպ 17 դրոպ 13 Սմբատ Նասիբյանին 498 միլիոն դրամ։ Սնանկով մաքրվել է։ 229 ճվո գործերը կարճվել է սնանկով։ Իշտում ենք հատակ։ Դալշը։ $242 հատ կատարողական վարույթ 2022 թվականին կարճվել է սնանկությամբ։ Ընդհանուր թիվը 16 միլիարդ 600 միլիոն դրամի, կրկնում եմ թիվը, 16 միլիարդ 600 միլիոն դրամի, որից 8 միլիոն դրամը պետության հարկային ու ճանապարհային ոստիկանության փողերն է։ Հիմա մի րոպե
News 24 news կայք Էսա 24 news Բոզի տղեկի հավաքածու Կանչել եք այս բոզի տղուն եւ ձեր տաղավարով ուզում եք վարքաբեկ եք Վարդան Ղուկասյանին Բա եթե օբյեկտիվ կայք ես լրատվամիջոց ես Դու գիտես որ Տիգրան Արձականցյան ասում է «Ես չեմ զանգել եմ 102, я խաբար չեմ»։ Մարդը օֆիցիալ զանգում հաղորդում է տալը։ Օպերատիվ կառավարման կենտրոն ասում է «Անձի ուզում են ծածանել», ասում է «Ես չեմ»։ Դու ինչ բոզի տղա ես այդ տղա։ Մյուսը, հələ չկայնեք։ Սրանից հետո, եթե այդ ագարկի ծնունդին կանչում եք ստուդիա, այս սաղ դատալեքսով հանում եք Դնում եք դեմ, ասում ես Արձականցյան, բացատրի հատ-հատ, եթե կկանչեք, եթե կանչել եք ու չեք դրել ձեր դեմը, համ լրագրողն է խլեշվում, համ սաղ ստուդիան։ Էդի մեկ, երկրորդ, ինչ ասեմ ագարկի տղեն, ասում է դոգն, ասում է, որ ինքը բոզա։ Ուրեմն, պորրիկի ծնունդ, լսի ուշադիր, գողական բանյատով, այսպես կոչված, այո, Վարդան Ղուկասյանը բոզա, որովհետև ինքը սպայա։ Չնայած Հայաստանի Հանրապետությունում գողական բանյատ գոյություն չունի։ Փողը տուր, ինչ ուզում ես արա։ Սխալին կսարքեն ճիշտ, ճշտին կսարքեն սխալ։ Բայց եթե ես բոզ եմ, բայց ես մուտիլովշիկ չեմ, քո նման, հասկանում եք։ Ես ասում եմ, այո, ես օրենքի մարդ եմ, իսկ օրենքի մարդը քո նման տգետների համար կոչվում է բոզ, ղախպի տղա։ Ասում է ույա ծառայության վայրից մկա ինքն ինչեր արերա։ Վարդան Ղուկասյանը զորամասն մտերա, ծծծրերա դուրս եկերա։ Վարդան Ղուկասյանն վին կրիմինալի հետևից գացերա, ծծծրերա եկերա։ Լսում ես, բոզի տղա։ Ոտի կայնի, հա, մեծ էլ ասում եմ, ստեյա։ Դաշը, ասում է, Անդեղ արդեն ինձ փոխածեցին, ես չեմ հասել դրան, ընձնից խարիր $50,000 փող ուզե չխաչալու խմա։ Այդ տղա։ Քո սնանք մամանք ունի ալամ աշխարհը։ Դու խարիր $50,000 արժես, հա, դու սկի խարիր $50,000 չարժես, այ բոզի տղա։ Կամ որ ասում են, դասում է պերեպիսկե կկա։ Բա 24 news, 24 անգամ ծծծնի ալամ աշխարհը խմբակիր Նարեկ Գալստյանին իան աֆարով։ Բա պորրիկի տղա, որ եկի ասում է, Վարդան Ղուկասյանը փող ա ուզում։ Okay։ Պերեպիսկեկներ կա, այսինքն Վարդան Ղուկասյանը նստե պերեպիսկայը արե Տիգրան Արձականցյանի հետ։ Մամա ջան։ Բա այդ պերեպիսկեն ուր է։ Ինչի՞ չես հանում դնես, հələ մի հատ ես էլ հələ նայեմ, հլտում եմ այդ ես է։ Կարող է մի հատ, ոնց որ Բերտիցին զանգին ասին, բանով է Ռուսաստան ասին, քո անունից $5,000 կցել են տիկոյին, ասին ոնց։ Ասեմ ասին ուզեմ ես դոգի յութուբյան ալիքը գմփսնենք, ասել է հա, ասել են $5,000 դու գմփսնում ենք։ $5,000 փոխանցել է ես իմ ու Մոսկվա, Բերտ նստած անուշապ, մարդիկ եկել են ուտար են արել։ Ինձ էլ ասել, որ իմանաս էլի դոկ ջան, հանկարծ մեզի բան չացես, ասել լավ եք արել։ Հիմա եթե դու ունեցել ես Վարդան Ղուկասյանի հեռախոսը համարը եւ խոսացել ես իմ հետ, Վարդան Ղուկասյանը քո հետ պերեպիսկով խիպտի խոսա։ Դու քո ոտով պորրիկի տղա, եկե հասել ես Արտակ Գալստյանի մոտ, Գայ Պողոտայրկու, ուզեցել ես իմ հետ խոսած։ Այն մարդն հետաքրքիր զարթունա։ Այն մարդն եկալ է զանգից, ասել է քո հետ ուզում եմ խոսա։ Տիգրան Արձականցյան։ Մի րոպե, դրանք զարթ։ Ինչ եմ պատասխանես, սեկտորը թույթ հա։ Մի րոպե։ Բայ։ Բլութութ եմ։ Ալո։ Պարոն Գալստյան, այս ուշ գիշերով եմ զանգում, դուք ուղիղ եթերում եք։ Խոբ չանհանգստացրեցի։ Պայտակ մտքով ես ան։ Ձեզ էի լսում։ Ահա, խնդրեմ։ Ես մի հատ ինձ խնդրում եմ հիշացրեք, հա, Տիգրան Արձականցյանը ձեր մոտ խիր եկել։ Եկել էր, որ ընդհանուր համագործակցենք երկու կուսակցություններով իրար հետ։ Երբ էր եկել։ Կհիշեք տարեթիվը։ Այրևէ անցյալ տարի ամռանն էր։ Դուք հիշում եք, որ դուք զանգեցիք ինձ, ասեցիք ուզում եմ խոսալ ձեր հետ։ Ես ինչ պատասխանեցի։ Գրոմքի
խոսացել ենք, ինքն էլ լսում էր, դուք էլ ասացիք, չեմ ուզում իր հետ խոսամ։ Դրանից հետո երբևիցե լսել եք, տեսել եք եւ այլն, որ ես Տիգրան Արզականցյանի հետ բար փոխանակեմ։ Ոչ, որտես բանել էր, երևի թե կիմանայի ես։ Իսկ ինչ էր ուզում, ինչ համագործակցություններ ուզում Տիգրան Արզականցյանը հանրային ձայնի հետ։ Ну, ասում էր, որ ճիշտ կլինի երկու կուսակցություններով կպնենք իրար, գնանք ընտրությունների։ Մեղայի ասում։ Ու այդտեղ հետարքիրա ով է ելնելու վարչապետի տեխնացու։ Վարչապետի տեխնացուն ոնց որ թե ես էթում ինքն գնում էր նախագահ։ Նախագահ, բականիկն ինչ էր էթում։ Քաղաքապետ։ Վերջացավ։ Ուրիշ ուրիշ խոսակցություն գնացել այդ հոգեկան Իվանդի հետ, ինչ-որ, չգիտեմ, խարիր 50,000 դոլար։ Ինչ, 150,000 դոլար։ Հա։ Ումից։ Չգիտեմ, մենք հյանիցու կամ ես հյանիցու եմ, կամ դուք ուզեք, տես բան եղել է, ուրիա չխաչավ։ Առասարակ ֆինանսի խոսակցություն եղել, հա։ Այդ գիտեք են մատ բանկա չէ, ասում no comment։ Ես ձեր բարապաշարը չունեմ ու երթերի, ընդհանրապես կարող եմ ասել no comment։ Ահա։ Ես հիշում եմ, որ մենք մի անգամ էլ ենք այս թեմայի մասին խոսել շատ շուտ, նոր ընկավ միտես, ընդ դաժե ինչ-որ զրահապատ մեքենայի խոսակցության թեմա էր գնացել, ես ճիշտ եմ հիշում։ Այո, գնացել է նման խոսակցություն, ինքը ուներ Lexus 470 զրահապատ մեքենա։ Ահա։ Եթե չեմ սխալվում, ինձ առաջարկում էր 80,000-ով դա գնենք։ Ահա։ Ես յան ասեցի, որ մենք ունենք առաջարկ խամեր, մոտավորապես նույն գնի սահմաններում, նույնիսկ խամերը նկարներն էլ ուղարկեցի իրան, ասի ձեր մեքենայից 10 անգամ թանկ է, ձեր մեքենայի գինն էլ թանկ է։ Ահա։ Եղավ, շո։ Առաջարկել է Lexus 470 զրահապատ մեքենա։ Ասաց 2 հատ ունեմ, թե 3 հատ ունեմ, ուզում եմ ծախեմ։ Տրամաբանական հարց եմ տալի, եթե մարդը իր Lexus-ը ծախում են վրա 40,000-ով, ես յանից 150,000 դոլար կամ դուք որ ինչ պիտի ուզենք։ Չգիտեմ, ես ուզում եմ, չէ, իր տրամաբանությունը ուղեղը ոչ մեկ չունի, դրա մասին ոչ մի խոսք։ Ես ուղղակի հիշեցի, որ եկել էր այդտեղ, ուզում էր իմ հետ բան խոսալ, ես էլ ասեցի, ես չեմ ուզում այդ մարդու հետ շփվել։ Ես խոսացել եմ գրոմկի, ինքն էլ դիմացից նստած էր լսում էր, դուք հրաժարվեցիք իր այդ զրուցելուց։ Շնորհակալություն, պարոն Գալստյան։ Ուրեմն, եւ ես բոզի տղեն կայնամ ասում է SMS պերեպիսկա։ Ուրեմն դիմ արգիշտ, դիմ եմ արգիշտին, Տիգրան Արզականցյանին, վաղը, կամ վաղը չեմ իսոր, եփ ուզում ես, ծանուցագրով, կանչեմ ես կոմոդ, պահանջեմ ես, որպեսզի Տիգրան Արզականցյանը հանի եւ հարուցում ես, անպայման ընդունում ես հաղորդում, անպայման։ Բոզի տղուց պահանջում ես, որ ինքը պերեպիսկ են ցույց տա։ Ես ուզում եմ տենամ Վարդան Ղուկասյանը ինչ սեքս պա տելեֆոնով է արել Տիգրան Արզականցյանի հետ, ասում ես SMS-ներ ունեն։ Ու 24 news բոզի տղեն չի հանամասի, խոսքնակ ասում եմ ցույց տվեք այդ SMS-ը տենակ, ինչ համարով ես խոսացել դու դրա հետ։ Կամ ինչ եք խոսացել։ Ու այս ագարքի ծնունդը հենց ասում է Վարդան Ղուկասյանը ոնց ասես, փողը աշխատեմ հետո դիտումներով, վիրավորեմ մգասպորտսմեններուն, վիրավորեմ մշակութային գործիչներուն դիտումներով փող աշխատեմ։ Ուրեմն այնքան անգրագետ է, այնքան տավարի ցավ է, որ այնքան ոչխարի ծնունդ է, որ չի հասկանամ։ Նախ YouTube կանալը, որը որ տեղադրված, այնտեղ ներքևում դրված է դոնատ։ Ես որքանով գիտեմ։ Եվ մարդիկ եթե ինչ-որ ցանկություն են աջակցելու հանրային ձայնին, փոխանցում են դոնատ, կամ դոնատով է մանետիզացիա ալում, կամ դիտումով, երկուսից մեկն ու մեկով։ Ու եթե Վարդան Ղուկասյանն է, երբևիցե խորացել է, այդ YouTube-ը փող բերեմ, չի բերեմ, էս անեմ, այն անեմ, հետաքրքրվել է, ումա բերեմ, ինչա բերեմ։ Կամ вообще YouTube կանալից եթե Վարդան Ղուկասյանը մի կոպեկ փող քաշ է տարել, Վարդան Ղուկասյանը բոզի տղա է, եթե փողա բերել։
Եթե բերեմ էլա Վարդան Ղուկասյան ունի աշխատակազմ, ուրեմն պիտի մնա աշխատակազմին։ Ինչքան ուզում ա բերի, ուզում ա բերի 10 միլիոն դոլար։ Իմ այդ հիշնիկները ամենալավագույնն են աշխարհում։ Ու այդ մարդիկ այո պետքա ֆինանսավորվեն։ Որին ասում բոլորին նիսկի պակլոն, մի ամբողջ բանակ։ Ու այս ղախպիտողուն կանչել են, ռասկրուտկա են անում։ Մի քանի հատ էլ նիկոլական բանը, չգիտեմ, բարև նյուզ, բլոկ նյուզ, խեռի նյուզ, եկալ է խարիր 50,000 դոլար, չգիտեմ, դոլարով է չխաչալու համար։ Բոզի տղա դու այդքան արժես։ Հա։ Տավարի ցավ։ Եթե դու վաղը չես հանեցու չես տվե, Վարդան Ղուկասյանի ու քո պերեպիսկեն, այդ Վարդան Ղուկասյանի համարից ու քո պերեպիսկեն ես ուզում եմ տեն ամետի։ Եթե դու չես անում, ուրեմն դու բոզի տղա ես, ուրեմն բորնիկի տղա են, գյոթվերա ղախպի ծնունդ են մատուցողը, մամայի ծծծնի, որ կայն ավասեց քո մաման ագարկա է եղել։ Ու դիմում եմ գլխավոր դատախազին, անհապաղ հարուցել քերական գործ Տիգրան Արձաքանցյանի հայտարարության իման վրա, անհապաղ Տիգրան Արձաքանցյանին բերման տալ, բերել տալ, չգիտեմ ոնց եք ուզում, ծծծնելով բերել տալ, կոֆե բամբաներկով եւ պիտի գա քնչական մտնի ու հաղորդումը գրի։ Գրի ու ապացույցը ներկայացի, եթե չի գրե, չի ներկայացի, ես դրա մամայի սեռական շրթերը կախելու են Արտանիշ լեռան գագաթին, որ ադրբեջանցիներն մոտիկ չգան։ Ասում եմ մեր մեծախարուսներ, օլիգարխներ, ուրին փողա կուտան։ Ով Բոզի տղա։ Ով։ Բահելում Վարդան Ղուկասյանը եթե մի բան խոսում ա, տակը հիմքը դնում ա։ Ասում խնդրեմ ճլփ։ Ասում եմ դու պետությանը քցել ես, գործիդ համարները կարդում եմ։ Ասում եմ դու ճվոին ակտերը պարտքես համարներն ասում եմ։ Մարդկանց VTB, MTB, ասում եմ չես ախսուտ ա։ Այս մարդը այնքան անգրագետ է, այնքան պոտենցիալ տգետ Բոզի տղա է, բացի նրանից որ ինքը մուտիլով շիկ Բոզի տղա է։ Ոչ չգիտի կա դատալեքս։ Որ կրած խպես դատալեքսի մեջ ու կարդաց, ոնց որ ես հիմա կանեմ ասեմ, Վարդան Ղուկասյանը չի դատվել։ Վարդան Ղուկասյանը դատվել է, գլխի սարքել է, դատել են, դատմատություններ հանել են, բայց Վարդան Ղուկասյանը դատվել է։ Ասեմ դες մա չկա։ Քանի գլխի լրագրողը չի խփի դատալեքս, բացի ասի Վարդան Ղուկասյան, սա դուք չեք։ Այո։ Բայց հիմա այդ նույն 24 news, 24 անգամ ալամաշխար ծծծնին նարեկ Գալստյանի նավարին։ Կանչում ես Բոզի տղուն, նույն հարցը տալում ես երթական անգամ ասում եմ ոչ։ Դու քիչ ես խփում դատալեքս, քաղես, դատավորի անազգանով, հայցով, մայցով հանես ասես սա ինձ կաշես։ Ինչ կասես, ընկեր Արձաքանցյան։ Պետական ռեգիստրով խփում ես ուժ հայրենաց էր իշխարես գլուխ էր, 2 ամիս առաջ ցույց չէր տալի։ Հիմա չգիտեմ, ցույց տալիս է թե չէ։ Լմիրոպ։ Հեսա զանգեք մեր մարդկանցից բան մեկին։ Ուրա մեր ադմինն։ Զանգա գալով եկալ եք, ընկեր ադմին։ Մի հատ պետական ռեգիստրով այս պայդրությամբ կարակ նայեք ուժ հայրենացել, հայրենաց ուժեր իշխարը գլող էր, այդ կուսակցությունը գրանցվավ թե չէ, ես լավ զանգի։ Ալո, մեկ է ժամին հնարավորություն ունենք նայելու պետ ռեգիստրով ուժ հայրենացել, հայրենաց ուժեր այդ կուսակցությունը գրանցվավ թե չէ, վերջը։ Մի հատ խնդրում եմ նայեք։ Լավ։ Ու կանչել են լրագրողին չէր Կոնստանտինա, Ֆերդինանդա, եսի մինչա, դրելա դեմը զրուցում ա, եսի խոսում ա 150,000 դոլար։ Ու են կարգի Բոզի տղա, ակնհայտ որ վերցրե զանգել է սամալյոտի մեջ 102, ասում եմ ես չեմ զանգել, ես Բոզ չեմ։ Շատ նախի սերունդ, նույն գողական պանյատով, ոնց որ Վարդան Ղուկասյանին են ասում Բոզ,
Հա որտեվ այս մարդն օֆիցեր է։ Հեն ասում են, այո։ Նույն գողական պայմանով դու վերցնում ես Սամալոտի միջից զանգում ես մամ հարիֆի վրեն մուտիտ ես հանում, ասում ես ինձ ուզում են սպանել Սամալոտի մեջ։ Ու իշնում ես առաջի պատաս մլիցուն ասում ես հավքեք տարեք, ասում ես սա անձնական է։ Եվ իրոք անձնական է։ Իսկ ով ասել որ դա անձնական չի։ Իսկ ինչ է այդ մարդը գեկոտիվից ասում ին փողը դու բոզի տղա։ Մի հատ էլ շնորհիմ ասում չէ։ Ադասման չեղերա։ Նստած քնչական եմ արգիշտի հիմնարկում մեմուարներ ա գրեմ, բոզի տղեն ասում չէ, չի եղել։ Ուրեմն ես հիմա դիմում եմ խմբագիր 24 News-ի Նարեկ Գալստյանին։ Նարեկ Գալստյան, եթե վաղը քո լրատվականը այն բոլոր հարկադիր գործերի կոդերը, որը որ ես թվարկեցի, լրագրողական հետաքննություն չի արել, այն սիվիլենտի նման, որ վեկալան վարքյանական սխալ տները դրին, ասին, բանը Արաբատ Միրզոյանը տուն չունի։ Հետո որ հացեով դրեցի միջումը, էլ ձեն չկա, սիվիլնետը սուրս մնացել է, ատենց լրատվական չկա, այն ծուրբերան լալոշ Վարդանովսկանյանն է։ Հիմա էսա, Նարեկ Գալստյան։ Եթե վաղը մինչև հանրային ձայնի եթերը 21:30 քո կայքը չի դրել այն բոլոր թվերը, որը որ ես արտասանեցի եթերի ժամանակ դրանցով եւ ցույց չի տվել որ Արձականցյան Տիգրանը ինչպիսի հարկադիր պարտավորվածություններ ունի իցույց 1 Երկրորդ, եթե դու Տիգրան Արձականցյանից ես դապրում տալիս եմ, չես պահանջում, ասում ես հələ մի հատ հələ բետ SMS-ները տենա, երբեք խոսացե, ինչ եք խոսացե, ոնց է գրվե եւ այլն, ինչ SMS-ով 150, դիկո, այ բոզի տղա, մենք SMS-ով երդ են չի պիտի բան խոսանք, հələ մի հատ ասեմ, մենք այդքան մոտ ենք SMS-ով երդ խոսանք։ Դու Վարդան Ղուկասյանի ձենը քո ականջով բացեն գրոպա գավառիցելով, լսել ես աղբի տղա։ Հա? Ես քո այդ SMS-ը պիտի գրվեմ։ Այդ որտեղ ես տեսել փող ուզեն SMS-ով, այդ տգետ բոզի տղա, մուշկի արի, այնա մարդը գրել է։ Հա? Ու լրատվամիջոցներ, դրա ստարացում է, լսում է, տեղատալը, ուզում են հանրային կարծիք ստեղծեն Վարդան Ղուկասյանի վերաբերյալ։ SMS-ով անձի խարիր 50, ու վերջը որ խարիր 50,000 ես ուզեցի, վերջը ինչ թվի վրա մեկ եկանքով բնկայնանք։ Հա? Բոզի տղա, ինչ թիվ, վերջը 10,000, 50,000, հա? 9 միլիոն, SMS-ը դուր են, հələ մի րոպե տան բեսի շղրգեին։ Սա ինչա էլեկտրոնային ռեգիստր Հայաստանի Հանրապետություն լուծարման գործընթացում գտնվելու կամ գործնեության դադարեցման մասին պետական միասնական գրանցնամածանում տեղեկատվություններ գրառված չեն։ Հ իրավաբանական անձանց պետական ռեգիստր, մի րոպե, սա ինչա։ Մի րոպե, սա ուղարկեմ Արտագալստյանին, հետո զանգեմ իրեն։ Ալո, մի րոպե բարձրախոս ես մի ասեմ, ձեզ մի հատ բան ուղարկեցի ես, իվերքեն։ Ալո, դուք ստացաք իմ բանը, որ ուղարկեցի ձեզ, ես էլեկտրոնային ռեգիստրի բանը։ Այո։ Մի հատ խտրում ասեք, սա ինչ է։ Ուշ Արենյաց կուսակցությունը գրանցվել է հունվարի 17-ին 23 թվականին։ Հունվարի 10, այսինքն ընդամենը 13 օր առաջ է գրանցվել։ Այո, այո։ Բա մինչև այդ ուշ հայրենաց կուսակցությունը ի՞նչ ա եղել։ Բա չգրանցված կուսակցության ղեկավարին Նիկոլ Փաշինյան կոչված պետական գործիչ վարչապետը վրա ընդունելավոր ինչ անի։ Դե հիմա ոնց որ ինքը վարչապետն էլ գոյություն չունեցող կուսակցություն ընտրել է։ Ես ինչ անեմ։ Ես ուզում հասկանամ վարչապետ Նիկոլ Փաշինյան եւ հասարակ քաղաքացի Արձականցյան Տիգրան։ Ինչ կարային իրար հետ ընդհանուր խոսային։ Ձեր կարգ։ Որպես արտախորհրդանական արտապետական ուժ։
Բայց այդ արտա խորհրդարանական ուժը գրանցված չի ախր փաստորեն եղե, նոր է գրանցվե։ Մեն ռեգիստրի վկայականով 17 հունվարի 2023 թվական։ Ես հիմա այս ռեգիստրի տվյալը կուղարկեմ մեր տղուն, իրոպե։ Թող դնի, որպեսզի ասիկա մինչև այդ մարդը չգրանցված է եղել, բայց ընդունել են, չգիտեմ։ Նրանք արձանագրեն, որ 21 թվականից մինչև այսօր, որպես խորհրդարանական ուժ Տիգրան Արզականյանը մասնակցել անտեղ չլինելով կուսակցության նախագահ։ Բայց եմ ասում էլի։ Կուսակցությունը գոյություն չունեց։ Գոյություն չունեցող կուսակցության նախագահին վարչապետ ես, բերեմ նստացնում ես սեղանի շուրջ, ամպլուա է ստեղծում, որ ինչ քաղաքական ուժերը քոյտեն, այ բոզի տղա բոզի։ Չգիտեմ։ Եղավ, շնորհակալություն, ես այս ուղարկեցի արդեն։ Եղավ, պարոն Մկրտչյան։ Ես խնդրեմ հիմա մեր տղուն շատ արագ տեղադրի Telegram կանալ։ Որպեսզի ժողովուրդն էլ մտնեն, այ փաստորեն հունվարի 17-ին գրանցվել է նոր։ Բայց Նիկոլ Փաշինյանի մոտ շուշուտ գնաց եկել է։ Հիմա ես ուզում հասկանամ Նիկոլ Փաշինյանը անասում ա եղել, էսը որպես անասնաբուժամոտը գնաց է, որպեսզի չես դու այդ մարդուն բերեն նստեցրես սեղանի շուրջ, որպես արտախորհրդարանական ուժ։ Մի մարդով բանա քցող, մուտիլովշիկ, անգրագետ, տգետ բոզի տղա։ Ու ասում է, ես ոնց ասում եմ, կոմակատնած Նիկոլն անոմա։ Այդ դրա համար էլ երկրի բնվիճակն է դա։ Երկրի մաման անիցել է, որովհետև Նիկոլ Փաշինյանի հույսն ու հավատը մնացել է քավարատիկոյ։ Ես խնդրում եմ Ջրաշխարհի Խաչիկին, արդեն տեղադրվեց։ Խաչիկ ջան, մենք իրար ծանոթ չենք։ Կյանքումս ջրաշխարհ եղածած չկա։ Խաչատուր Խաչատյանը, Խաչիկ Խաչիկյան այդտեղ են չգիտեմ։ Ջրաշխարհդ խոդի է ստալի, պոլնի ֆուլ, հանուն հանրային ձայնի։ Տիգրան Արզականցանին, իրար շապակլակ կնգան, մեկել ես 24 նյուզա, ինչ խրրի գլոխա, Նարեկ Գալստյանին, որին որ վաղը ես անդրադառնալու եմ առանձնակի մոտեցումով, իա եղած շեղածով կերած քաքերով եւ ալես արդեն խնդրել եմ Քրիստինե Հալաջանին բացի երկնային գրասենյակի արխիվը եւ երկնային գրասենյակի OPV-ն, այսինքն օպերատիվ փնտրողական վարչությունը, այն թևավոր հրեշտակներով։ Գնան Նարեկ Գալստյանի հետևից հասկանամ ով է այս մոլորյալ սպերմատոզոիդը։ Կանչում ես Տիգրան Արզականցյանին բերել ես տալեմ ջրաշխարհ, լսի Խաչիկ, ես դեմքով դաժե չգիտեմ Խաչիկին, թե գիտեմ շնից ծնված ելնեմ, ջրաշխարհը միացնում ես, են ցիրկուլյացիոն պահը նամանավանդ, են որ վերևից թափը տակից բլ Տիգրան Արզականցյանին հետևից, այսինքն կոչվում է, չգիտեմ այդ բաները գիտես թե չգիտես, կոչվում է Ռինետ։ Հետ անցք լզելը կոչվում է Ռինետ։ Խնդրում եմ գրի մոտը, չխառնես, ռտարով է գրվում, Ռինետ։ Դու կայնում ես բասեյնի մեջ քո աղբորդ միասին ես, որ սամալյոտով ես, բայց թող ջուրը տաք լինի, որ տաք լինի, դու չես մրցի, ես ուզում եմ դու չմրցես։ Տաք ջրով Ախր մի հատ էլ բաներ է ընդեպ այդ փուչիկ մուչիկ այդ բանը ռոզամի ֆլամինգո այդ գույնի են բաներ կան որ լողում են վրան որ փաթաթում է թմես այդ երգը ոնց էր աղջի հələ կանի հələ մի րոպե ախր պետք է տպավորիչ լինի ես հասկանում եմ Խաչիկն ուզում է բայց Խաչիկը տաղան չունեն ջրի վրա ֆլամինգոներ կան որ բռնես որ չփախեղտվես Ինչ է կոչվում, էդ էլ մետ գրեք ժողովուրդ։ Ահա։ Էսով էր երգը։ Մեր արք։ Ինչ է մետ ռաունը գրեք հլը։
Այն որ շարեր են կլոր, որ կծում ես վրեն, որ չբանվես, ոչ խեղդվես։ Հալա մի վարքյան, ես եսի հասկանամ, ես անտեր կամեր հահենա գրին ժողովուրդը, բայց ես ուզում եմ մի վարք, ուր այդ երկ։ Ես երկնել միասնում ես, կայնում ես ջրի մեջ, դեմից, հետևից և այլը, դուք այն, տիգան արձականցանը հետևի յանից, կնիկը դեմից, տակ ջուր, պմպուղ, ես ամեն են բրգուլացոն համակակը միանմա անպայման դեմի համար դուք հո երկու թշերը բացում ես, տիգան արձականցանը ջրի տակ, քիթ ու բենով, մտնմա հետանցքըտ, ու սկսմա լեզվով, շար, բուրավով, պորելով հետա, այս երկի տակ, ռոզովի ֆլամինգոչ, տնմուտ ծծծնում ես միջև շկնգան դեմից, գլուբակով, կոկորթով, նրան էլ որիս, սասնելով ու այդ չուրս են, սերկուլացով, անպայման, պատվոտնի մինետ էղել են, պատվոտնի ռինետ չել էղել, խաշիկ էդի դոքոսուր պարտնա անım ես, պարտադիշ, են կրուկներն էլ, որ ռոզովի ֆլամինգոներս են ջրի վրեն երևան, հասկանալի է, Էնուս են աղբերըտ էլի ահերթին, դնոմով ծպծասնում եք, իսկ ինչ վերաբերվում է Նարեկ Գալստյան ինչա, Նարեկ Գալստյանի ոտիտ մատերը տալում ես հատ-հատացի ձկներ կան, Թուրքիայում, ոտի մատների կաշին են մաքրում, այդ ես լեզվով ես խմբագիր բոզի տղեր, եթե չի մաքրում, զանգում ես ինձ, ես անձամ դրանք ստիպեմ, ոտի մաքրի։ Լսար Նարեկ Գալստյան, վաղը ես տենամ պերեպիսկեն, վաղը ես տենամ այդ բոլոր դատական գործերը, որ եղելա, տնես հրապարակես, այս ժամանակ ես կասեմ դու ճիշտ տղա ես, իսկ ինչ վերաբերվում է Տիգրան Արձականցյան ագարտի վաստակին, ուրեմն դիմում եմ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Աննա Վարդապետյան, հա, եթե չեմ սխալվում, Տիգրան Արձականցյանին անհապաղ հրավիրում եք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն կատարված հայտարարության հետ կապված, որ ինքը տվել է $150,000 տվել է, չի տվել, բայի մեջ չգիտեմ, եղել է բան պերեպիսկի մեջ եւ այլն, պահանջում եք հիմքերը։ Եթե ոչ, ես կխնդրեմ Արտակ Գալստյանին։ Մի րոպե։ Այ մարդես Մի վարք։ Պարոն Գալստյան, ես հիշևակես մի հատ էլ հարց։ Ուրեմն ես դիմում եմ եթերով գլխավոր դատախազին, որպեսզի վաղը Տիգրան Արձականցյանին հրավիրեն, իմ ձայնը լսում է ձեր մոտ, մի քիչ ենքով գնացեք, չեմ ուզում լսվին, որպեսզի վաղը Տիգրան Արձականցյանին կանչեն քննչական կոմիտեն, հաղորդում տալով կամ չգիտեմ հայտարարություն տալու եւ այլն կապված 150,000-ի հետ, $150,000, պերեպիսկակա, չգիտեմ ինչ անում է մեդան, եթե հանկարծ Արգիշտս թերացավ, որովհետև Արգիշտն ընկած բաներ չէ, մանգալի, ինչով քերական գործ հարուցի Վարդան Ղուկասյանի վրա։ Ես պետք է խնդրեմ մեր փաստաբաններից հաղորդում ներկայացնեն, չգիտեմ ինչա կոչվում, դա պատի պահանջելա կոչվում, կամ չգիտեմ բացատրություն պահանջել կամ եւ այլն, որպեսզի Տիգրան Արձականցյանը հանի եւ ցույց տա այն բոլոր պերեպիսկեքը իմ ու եւ իա միջև եւ հիմնավորի ոնց, որտեղ, ինչ պայմաններում է իրանից ուզել 150,000 Վարդան Ղուկասյանը ու ինքը տվել է թե չի տվել ու ինչ թվի վրա են կային է։ Էդ էլ այդ տալքիշ։ Մենք դա վիճակի ենք պատրաստ ասեք։ Իրավակարգավորումը ոնց է։ Տիգրան Արձականցյանը նման հայտարարություն արել է TV-ով։ Դա արդեն իսկ հաղորդում հանցագործության մասին է եւ դատախազությունը
պարտավոր է քրեական դատավարության օրենսգրքով արդեն սկսի գործողություններ, անկախ նրանից մենք հաղորդում կտանք թե չէ, կամ Տիգրան Արձաքանյանը հաղորդում կտա թե չէ։ Սա առաջինը։ Ասկան մենք այս պահին որևիցե գործառույթ չունենք, դե ոչ էլ թերանալու խնդիր կա, կարծում եմ դիա եթերը լսեն են բոլորը, նույնիսկ բամբուլնը արադարձ է դրան։ Նորի պրտեղ մենք իրանից 150,000 դոլար պոենք ուզել։ Չգիտեմ, ես, դուք չէ, ես։ Չխաչալու խմա։ Սա առաջին խնդիրը դա է, իրան պետք է կանչեն, ընդ որում արդեն սուտբատության հանցակազմը սկսում է այն բանից, երբ որ արդեն հասնում է իրավապահին։ Կարծում դա արդեն հասել է, օրենքը հստակ է կարգավորվում մասսայական ինֆորմացիոն բաներով։ Սա բանո Գալստյան, ես գիտեմ, որ մամուլով հնչեց, արդեն հաղորդում է, բայց սա երկրորդ անգամ է հնչում։ Առաջին անգամ էլ հնչեց իրավապահամակարգը ոչ մի բան չարեց։ Այն որ ասում եմ աշկս տեսած իմ վախում։ Դուք հիշում եք, չէ՞, մի տարի առաջ էլի հնչել էր այս թեման։ Ասենք հոգեկան հիվանդը անցավ։ Ու ոչ մի բան չի լավ։ Դե այստեղ արդեն գալիս է թե նախաքննության մարմինը եւ նույն ասենք Դիցուկ պարոն Քարամյանը ինչքանով արժանահավատ կհամարեն աղբյուրը։ Հիմա կարող է մարդիկ իրանց ունեցած փաստական տվյալներով համարեն, որ դա անարժանահավատ աղբյուր է, այսինքն ռուսերեն դա խոսքը ունի վեդը что творит եւ դրան չանադառնա։ Դուշևնա բանոց չլավեք։ Դա նախաքննությունը թափի որոշի։ Իսկ երկրորդը, ինչ վերաբերում է պատիվ արժանապատվությանը, կարելի է դնել, պահանջել, դիցուկ 1 միլիոն կամ 2 միլիոն, 3 միլիոն փոխհատուցում կամ թեկուզ մի դրամ, բայց ես վախում եմ, որ նույնիսկ մի դրամի արկայության դեպքում մենք վերջում գործենք ունենալու սնանկության։ Այն մարդը սնանկ է, դուք ո՞նց եք այդ մարդուց բան գումար ուզում։ Բոմժ է։ Այսինքն պատիվ արժանապատվությունը պահանջել կարելի է, բայց ստանալ անհնար է։ Դա սնանկ է։ Հա, ու ասում ես բան չկա։ Նրանց ամիջոցը չի ասում, բա այս քրական գործերը կամ քրական վարույթները կամ հարկադիր վարույթները, որոնք որ կան, այս սրանք ում մասին են։ Թեպետ էլ ասում ենք է։ Հիմա ես կարծում եմ նախաքննության մարմինը ինքը որոշի, հաղորդում տալու կարծում եմ մենք գոնե կարիք չունենք, իսկ իր խոսքերի արժանահավատությունը կամ այլ փաստական տվյալներ կարծում եմ դատախազությունը ոնց էլ ուզում է նյութեր կնախապատրաստի, դրա որոշում կայացնի արժանահավատակահարույցի, եթե չի արդեն իրանք կորոշեն, մենք կարծում եմ թե գործառույթի խնդիր չունենք։ Լավ, շնորհակալություն։ Կարանք դատարան դիմենք, պարտավորեցնենք ներողություն խնդրելու, կարանք դες մի բան անենք։ Ես այնքան այդ մարդ, ես չգիտեմ դրան ինչ անվանեմ, այդ ՉԹՕ-ին։ Բայց կարծում եմ դա էլ պետք։ Նա։ Շնորհակալություն։ Ոնց որոշեք տեսեք անենք։ Դե արի, այնվար ասում ես հուսամ, որ գլխավոր դատախազությունը կամ քննչական կոմիտեն արժանահավատ, չգիտեմ, ոնց կմոտենան, կփորձեն կանչել եւ բացատրություն պահանջել, ասել տղա ջան, մի հատ էլ ցույց տուր։ Եվ հիմա ես ուզում եմ դիմել ժողովրդին, կամ այն դեմից ժողովրդին, ստեղ արդեն ակնհայտ է, որ նիկոլական բազան, նիկոլական կայքերը, Նիկոլի թիմը, իր հույսը, իր փրկությունը, իր, չգիտեմ, այս անելանելի վիճակից դուրս գալը դրել է մտավոր տկար մարդկանց, դե որ ասում եմ, մարդկանց վրա, մատուցող, չգիտեմ ես ինչ նարկոման, քյալենթափած խելագար հոգեկան հիվանդ, մեկ այլ եթիմներ անլվա բոմժեր, Տիգրան Ավինյան, Տիգրան Արձաքանյան, ոնց անեն, Վարդան Ղուկասյան վարքաբեկեն, պրոցեսը ոնց անեն, Աստված իմ այս մարդը թափ է հավաքում։ Ինչ անում են, ոնց անում են այս մարդը թափ է հավաքում։ Այն էլ զանգի ասում են, գիտեք ինչ, այսինքն ստանում ենք օպերատիվ տեղեկություն, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները ամենայն հավանականությամբ կլինեն արտահերթ։ Որովհետև Ավինյան Տիգրանը, ոնց որ ասում են Ռոբիկը, մաշվում է։ Վարդան Ղուկասյանը ամեն իր հաղորդումով Ավինյան Տիգրանի տուն ու տեղը ծծցնում է, մաշվում է եւ մինչև սեպտեմբեր եթե շարունակվեց Ավինյան Տիգրան, եթե հույս ունեն որ 20% իրենց պետական ապարատը ներդնելով պիտի ձեն հավաքեն, էդ էլ չեն հավաքելու։ Հիմա որոշեցին էս տկար, մտքից տկար
անուղեղ, մուտիլովշիկ, սուտ խոսան, մարդկանց փուրը տվող, իան անվանեմա տղամարդ, իսկական տղամարդը, եթե մի քաք ուտում, արձականցան տիգրան, պրիզնատա գալի, որ ինք հետ քաքը կերել ա, սմա արել են։ Տեսեն գոմոն մատուցող են փնտի գյոթը, կայնավ ասես մամմատ բոզա, հետո հաջորդ օրից տեղեկասին մարդը մտել է եթերով ասել է, այո, ասել եմ ու լավ եմ արել։ Դու անգամ մի հատ մատուցողի չափ չկաս, որ վերցրել զանգել ես 102 ու պրիզնա չես գալի, որ զանգել ես։ Ավելին, դու բռնում ասում ես, ես Վարդան Ղուկասյանի հետ SMS պերեպիսկի մեջ եմ եղել։ Այսինքն, հələ ես ուզում եմ հասկանամ, այս մարդուն դաս են տվել, թե ոնց։ Այն ամենապրիմիտիվ մտածող հավաքարարը, որ պիտի գալի խանութ հավլը մեծ թմա, պիտի հասկանա, չէ, Տիգրան Արձականցյան, Վարդան Ղուկասյան, ինչ պերեպիսկա։ Այսինքն, դու ինձ 50,000 կտած, եկյո մասին չխոսամ, չես տա, եկյո մասին կխոսամ։ Ընդեն պիտի արդեն Տիգրան Արձականցյանը գրի, ես $50,000 մկատ չունեմ, եկոնամ կե խոսքյորինակ տամ $20,000։ Կեղի, Վարդան Ղուկասյան գրում է, չէ, չեղի, պիտի եղի $45,000, են ասում է, չէ, ու սես պերեպիս գաբի դիլնի, էլի։ Տրամաբանություն։ Ու լրագրողը նստած, լուրջ դեմքով, լսում այս բոզի տղուն, ու չասում է, պերեպիսկի մի հատ հլը բաց, կարդանք, երկուսով կարդանք, հլ տենակ ես, ինչ եք դուք յար, վերջ շմկա մե թվի վրա կայնուք, թե չկայնուք։ Ու ինքը յանիշ, ու է թիմը որտեղից հա վերցրել, ոնց որ միան բանը, բարգավաճից մի հատ բոզի տղավ եկալ է գրել ես, եսին որ թվի 2019 թվի, Վարդան Ղուկասյան Ամերիկայա, Իան գերոջ համարել, Մերսեդես չգիտեմ ինչ արեց, էսել կա և ալին 220 ու դասու դա բանկով տվե քշմա։ Վարդան Ղուկասյանը Կալինինգրադ շտաբօգնության մեջ էր, Ամերիկա էր, $200,000 Մերսեդես ար, ընդեղից է զանգին ասես կետավ տուն Ամերիկա չի ասել, հիմա էսի ա։ Վարդան Ղուկասյանը խարիր 50,000 փող ա ուզ, ինչի որտեղից ես է թիվավ եկալ է բոզի տղա։ Ես շատ ուրախ եմ, որ պետքան բարձրեց գնահատամ քեզ, բայց այդ թիվը որտեղից ես վերցրել։ Ինչի 150։ Ինձ 24 նյուզը լսեց, ինձ լսեցին նաև մյուս լրատվականները, որոնք որ թող չզարմանան իրենց խմբագրերով, եթե վաղը ընկան կատոկի տակ։ Այսինքն վաղը որն է, այսօր բան երեկոյան ընկան կատոկի տակ։ Թող ոչ մի լրատվական չնեղանա, մամուլ AM, չգիտեմ ինչ խերրիս գլող, մամուլ AM, բոզի տղա AM, մենք լուսանկարներ ենք հրապարակում, զինվորի կենցաղային պայմաններից, մենք լուսանկարներ ենք հրապարակում եռաբլուրից, որ զուգարան չունի, ջուրը չռմա, Եվ նմանատիպ այլ փաստարկված նյութեր մամուլ AM-ը չի տպում։ Բայց Տիգրան Արձականցյանի հայտարարությունը գնաց, տարածվավ լրատվականներով բանով, թե տեսեք Վարդան Ղուկասյանը, ու հիմա ես ուզում հասկանամ, սրանք ուզում են Վարդան Ղուկասյանին գրլեն, վարքաբեկեն, թե սրանք հավատացել են Տիգրան Ավինյանին, եթե սրանք հավատացել են այս լրատվամիջոցները Տիգրան Ավինյանին, ուրեմն Արձականցյանին, ուրեմն Արձականցյան Տիկոն ծսնի ձեր տուն ու տեղ, մեր կնիկ, չգիտեմ, ով պատախի, եթե դուք որպես լրատվամիջոց Տիգրան Արձականցյանին ընդունել եք որպես մտքի գիգանտ, լուրջ եք մոտեցել, այ ոնց ասեց արժանահավատ, իսկ եթե ուզում եք Վարդան Ղուկասյան վարքաբեկեք, դուք հերթական անգամ ձեզ վարկաբեկեցիք և լուսաբանեցիք Վարդան Ղուկասյանի ևս մեկ անգամ։ Ինչքան է որ աշխատում եք Վարդան Ղուկասյանի անունը չտալ անգամ, համացածում լուրեր են տարածվում վերնագրով, բայց ոչ մեկ չի գրում ով ա ակնհայտ է որ տարածումը այս մարդն է, չէ, այս մարդն առաջինը, չէ, համացածում լուրեր են տարածվում, ոնց որ Ղարաբաղի դատախազությունն է հայտարարել, համացածում ռուս խաղաղապահների վրով։ Հիմա սրանք են,
Վարդան Ղուկասյան անունը վախը մեն տան կամ չէ հանկարծ բացես վեկո $150,000 բան փողը 150,000 անգամ Վարդան Ղուկասյանը իր բոլոր հետևորդներով ծսցնի բոլոր այն գրանցված լրատվամիջոցների խմբագրերին ովքեր որ այս նյութը վեկալի կիսը շարունակեք կիսել Իշքան հետևորդ ունի Վարդան Ղուկասյանը որ դիտում են 320,000 YouTube-ում 200 քանի հազար Telegram-ում 150 քանի հազար էլ ստեղա Facebook-յան էջի վրա 160 Բոլորի հանրագումարը միասին որովհետեւ պիտի բազմապատկեն երեկո բոտալապես գալի կայմա մինիմում 1 միլիոն մինիմում 1 միլիոն մարդ ծծծնի մամուլ AM 24 News եւ նմանատիպ այլ լրատվականներին ովքեր փորձել են մտքի ծայրով ոնց վարկաբեկեք Վարդան Ղուկաս 150,000 անգամ ձեր կնգան ձեր մորը ձեզ էներգետիկական եղանակացի անչի է երեխեքին բան ասեմ լավ երեխեքի կսեք վարանը վառենք մնացածին զավին ծծնեն քֆուր չեմ ասեմ վառեմ Ես Նարեկ Գալստյանին Քրիստիկ Էսովանից կսած չես լողանեմ Մի կաթիլ ջուր չի կբնեմ էտա կոպմբուկ Հակնում ես նեղ տրուսիկ Հակնում ես են նեղ ռետուզները Իշնում ես քոշենքի տակը կա բան Վիլասիպեդ, սպորտ զալ, ջում Նստում ես էտ վիլասիպեդի վերեն Ես քեզ խնդրում եմ 3 ժամ անդ մեջ քշում ես Քշելուց հետո պարկում ես տեղեր, վերցնում ես միլիտրանոց, չիշ, մեջը լսում ես գոլ ջուշ, փագում ես, դնում ես փաշեկիտ արանքը, տեղաշորով ծասկում, այնքան որ էտա փմբուկ, կայմրի, փմփխի, ծախքի, էտա էտ կայմրած, փմփխած, փմբուկ, որպիսի վաղը հենց դու կիսով չապ բացես, Ես տենան ոնց են առավոտ շուտուր հլում ես դուրս ցողը, շաղը, բանի վրա նստած է ծաղիկների, ծաղկիտե, այդ են ջրի կաթիլները, որ դաժե ծուբիկով հնարավոր է տերևի վրից այդ կաթիլը վերցնել, այդ ես փմբուկից վրեն քրտինքը պիտի լինի, սեռական շաթերի, են քրքրված, սեռական շաթերի, էդի պիտի լինի, որպիսի Նարեկ Գալստյանը հատ Այդ քրտինքի կաթիլները առավոտյան ծողի նման Պիտի կո փմբուկի վրից լզի Սենց կուլիկ Պիտի լզի լպստի այդ աղի քրտինքը Կիսով չապ Լրի չբացես աղանի չետ բոզի տղեն Ու անպայման չես թրաշում Թրաշացի չէ? Թրաշացել չի Արդեն ծողքերա Այդ ծողք այդ կանանչ կներկես Էտա ծև փբուկ ներկում ես կանանչ, որպես ես բոզի տղեն հաճույք ստանա քո ֆաունայից ու ֆլորայից, որտեղ ինքը հետո պիտի գնա բանի մոտ, անաստաբուժ տիգան արձակացանի մոտ, լսա, չլողնես կնեղանամ, ամենան ազնվոցապ եմ ասում, չլվաս, ոնց ասեմ նես կոնես, և Նարեկ Գալստյանը վաղը անձամ մոտեկից կծանոթանա քիսոյի փմբուկ, են կանանչ ցողի հետ, կներկես կանաչ աղջի, այսօր այս կանում, բարի գիշեր